Իդեալ համակարգի խանութ սրահներից ձեռք բերեք կերամիկական սալիկների լայն տեսականուց ցանկացած սալիկ, իսկ սալիկին համապատասխան սոսին ձեզ տալիս ընդամենը 1 դրամով։ Մանրամասները Ideal System.am։ Բարև ձեզ։ Առաջինի եթերում մանրամասներն են, տաղավարում ձեզ հետ է Դավիթ Ստեփանյանը։ Հայաստանում ընթանում են ներքաղաքական գործընթացներ, որոնք ստանում են այս կամ այն մարմնավորում։ Գյումրիում մարտի 30-ին լինելու են արտահերթ հավաքանու ընտրություններ։ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը բավականին երկար ժամանակ չեն կարողանում ընտրել, եւ այս ամենը ինձ մոտ մի հարց է առաջացնում։ Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի իշխանությունը երևի թե սկսած նախարարների մակարդակից եւ վերջացրած դպրոցի տնօրենի մակարդակից, եթե մենք փորձենք գրադացիա տանել, բոլորի վրա ինչ որ կոմպրոմատներ կան։ Բոլորի ձեռքերը կեղտի մեջ են։ Բոլորը կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից բավականին թույլ են եւ պաշտպանված չեն։ Մեղմ ասած բոլորի վրա կոմպրոմատ կա։ Մենք ուղղակի փորձեմ հիշեցնել ձեզ հարգելի հեռուստադիտողներ, թե ինչպես ստացվեց այնպես, որ հիմա Գյումրիում պետք է տեղի ունենա արտահերթ հավաքանու ընտրություն։ Բալասանյան դաշինքը, որը իշխանություններ ներկայացնում, հիմնական քաղաքային իշխանությունը եւ քաղաքապետը մեկ օրվա մեջ հրաժարական տվեցին։ Եվ այդպես էլ անձամբ ինձ համար հարցը բաց մնաց, թե ինչու դա տեղի ունեցավ։ Սա շատ կարևոր իրողություններ են, որոնք թույլ են տալիս մեզ եզրահանգումներ անել եւ վարկածնել առաջ քաշել, թե ինչ իրավիճակ է այս պահին մեր երկրի իշխանության ներսում, մեր ընդդիմությունում, մեր համակարգային իշխանություններում, եւ սա շատ կարևոր ցուցիչներ են, որոնց մասին մենք այսօր խոսելու ենք, մենք քննարկելու ենք այս իրավիճակը։ Խաղաղության երկխոսություն հասարակական կազմակերպության ղեկավար իրավապաշտպան Էդգար Խաչատրյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան։ Պարոն Խաչատրյան, կոնկրետ այս թվարկած իմ կողմից թվարկած երևույթները ձեզ մոտ անհանգստություն չեն առաջացնում եւ ընդհանուր առմամբ ինչպես կարելի է այս ամենի դեմ պայքարել եւ ընդհանրապես այս ամենի դեմ պայքար գնում է թե ոչ, օրինակ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին չեն կարող ընտրել, որովհետեւ որ տեխնացուին սկսում են այսպես զննել, ինչ որ մի բան դուրս է գալիս։ Ինչպես կարող է անհանգստություն չառաջացնել, կարծում եմ սա մեզ նման իրավիճակ անհանգստացնում է ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու, ի նկատի ունեմ ոչ անտարբեր քաղաքացու։ Գիտեք, իմ ընկալմամբ խնդիրը գալիս է շատ վաղուց, երբ որ այդ հետհեղափոխական ժամանակահատվածում իշխանությունները հրաժարվեցին կամ չցանկացան այդ գիծը քաշելու պետության զավթման վերաբերյալ, հա, որովհետև եթե հիշում եք այդ կարմիր գիծը, հա, որտեղ պետքա պետությունը հայտարարեր, իշխանությունը պետքա հայտարարեր, որ մենք ընդունում ենք այդ փաստը, որ պետությունը տարիներ շարունակ եղել է զավթված, հա, ինչ որ ուրեմն օլիգարխիկ, հանցագործ ուրեմն տարերի կողմից։ Եվ հա մենք հիմա շարունակաբար արդեն որ երրորդ տարին է խոսում ենք ուրեմն նախորդ իշխանությունների ժամանակ կատարված հանցագործությունների մասին, այս գործերի մի մասը դեռ ուրեմն քննության փուլում է, դատական քննության փուլում է, մյուս մասը, չգիտեմ, վաղեմության ժամկետով կասեցվել են, մյուս մասը տենց ինչ որ մյուս մասի վերաբերյալ ինչ որ բաներ հայտարարություններ են հնչում դատախազության կողմից, հա, բայց իրականում ու իհարկե որոշ մասն էլ արգրավել է, ընդհանրենք պետության հատիկին, հա, Չնայած խոսում ենք հատիկ առ հատիկ դոկտրինի մասին, բայց իրականում դրանք, ինչպես դուք եք ասում, բավականին փոքրիկ հատիկներ են։ Հիմա խնդիրը գալիս է, ինչպես արդեն ասացի, նրանից, որ մենք չենք մաքրել այդ համակարգը եւ
Դրա պատճառով մենք ունենք մի իրավիճակ, երբ որ չկա քաղաքացու վստահություն պետական մարմինների, դատական համակարգի նկատմամբ, ինչը շատ, գիտեք, բան կարևոր ցուցիչ է, եւ նաեւ խոսում է նրա մասին, որ այդ պետության մեջ այդ ապականված կոռուպցիայի տարբեր շղթաներով ներգրաված տարերը մնացել են, հա, ուրեմն ու սա բերում է մի իրավիճակի, երբ որ եթե ինչ-որ մի հատ կարևոր որոշում կայացնելու համար կամ ինչ-որ կարևոր պաշտոնի նշանակելու համար մարդ ես փնտրում, չես գտնում։ Հիմա բերեք մի հատ վերադառնանք ընդհանրապես ոչ այդքան վաղ անցյալ եւ հիշենք Վանեցյանի նշանակումը, երբ որ քաղաքացիական հասարակությունը ասում էր ինչպես կարելի է Վանեցյանին նշանակել, հա, եւ իշխանությունները այտենց բավականին բան համոզվածությամբ ասում են, որ չէ, հեղափոխությունից հետո իրավիճակը փոխվել եւ բոլորը պետքա հիմա արդեն հաշվի նստեն այդ նոր իրականության հետ եւ Փաշինյանը խոսում էր ինքնամաքրման մասին, որ կադրերը պետության ներսում պետքա ինքնամաքրվեն, հա, եւ հիշում եք այս խոսակցությունները եւ հետո պարզվում էր, որ այ այս պաշտոնյան ներգրաված է բանի կոռուպցիայի տարբեր բաների մեջ, պետական գաղտնիքներ էին տարածում, հա։ Հիմա սա է, այս իրավիճակը իհարկե անհանգստացնում է բոլորին։ Ես մի պահ ընդհատեմ ու խնդրեմ շարունակեք պարոն Խաչատրյան։ Ես իզուր չէ, որ բացման խոսքում նշեցի դպրոցի տնօրենների մասին։ Մենք ոչ միայն չենք կարող նշանակել ԱԱՑ-ի տնօրեն, որը մաքուր կլինի ոտքից գլուխ, այլ նաև դպրոցի տնօրեն, որովհետև ես վախենում եմ սխալվել, եթե ես չեմ սխալվում վերջին տվյալներով, մոտ 25%-ը Հայաստանի դպրոցների չունեն տնօրեն, ժամանակավոր պաշտոնակատարներ են, եւ հիմքում ընկած է մեկ պատճառ, որ այդ տնօրենները կուսակցական են կամ պաշտպանում են այս կամ այն քաղաքական խմբավորումների շահերը։ Այն դեպքում, երբ որ այդ պաշտոնը զբաղեցնող մարդը պետք է ապա քաղաքական լինի առնվազն։ Այսինքն մենք ունենք այսպիսի խնդիր։ Իշխանությունը չի կարող կրթության եւ գիտության նախարարը նշանակի տնօրեն, որը քաղաքականությունից դուրս կլինի։ Սա իրականում պատային մի իրավիճակի մասին է խոսում իմ գնահատականով, խնդրեմ շարունակեք։ Եթե հիշում եք դպրոցը ժամանակին այն նախորդ իշխանությունների ժամանակ այդ այն վայրն էր, որտեղ որ ընտրակեղծիքը ընտրության ժամանակ իրականացվում էր։ Ցանկացած դասատուի ձեռքով, ցանկացած ուսուցչի ձեռքով կատարվում էին ընտրակեղծիքները եւ ես իրականում ասենց մեծ ամոթով էի լցվում, հա, երբ որ մտնում էի, տեսնում էի, որ քո սեփական ուսուցիչը, որը քեզ դասավանդել է, հիմա ստիպված է այդ իրավիճակում ինչ որ ընտրակեղծիք անել, կեղծ ինչ որ փաստաթղթեր լրացնել, կեղծ ինչ որ ներկայացումներ լրացնել այդ մատյաններում, ընտրական մատյաններում։ Բայց հիմա իրավիճակը այդպեսին չի, ստիպված չեն։ Հա, բայց խնդիրը նրանում է, որ սա գնահատական չստացավ։ Սա գնահատական չստացավ, այն որ խոսում էինք անցումային արդարադատության մասին, հա, այս խոսակցությունը շատ կարևոր էր, այդ անցումային արդարադատությունը ոչ թե նրա մասին էր, որ այդ բոլոր ուսուցիչները, ովքեր որ ներգրաված են այդ սխեմաներում պետքա պատժվեին եւ չգիտեմ քրեակատարողական հիմնարկներում հիմա գտնվեին։ Խոսքը նրա մասին էր, որ պետքա որպես պետություն մենք արձանագրենք այդ փաստը, որ պետության հետ նման ողբերգություն ա տեղի ունեցել։ Իշխանության ուզուրպացիա է տեղի ունեցել։ Ուզուրպացիա է եղել իշխանության եւ այն բոլոր այդ էլիտան պետքա պատժվեր եւ այս մարդիկ ուղղակի պետքա ներողություն խնդրեն։ Շատ ա եղել, հա առաջի դեպքը չէր։ Հայաստանը միակը չէր։ Այսպես ասեմ, մի քիչ կոպիտ ա հնչում, այդ բոլոր մարդիկ պետք է պիտակավորվեին։ Հա, եւ շատ կախված է նրանից թե այդ պիտակավորման աստիճանը որն է, էլի, որովհետեւ շատ դեպքերում պետությունը բավականին եւ հասարակությունը բավականին խիստ է գտնվում, օրինակ, եթե չեմ սխալվում, այ բալտյան երկրներում, Լիտվայում, Լատվիայում, այ որ իրանք այդ ցուցակները բացել էին, ցանկացած մարդ, ովքեր որ ուրեմն նկատվել էին Ռուսաստանի Դաշնության կամ Ռուսաստանի անվտանգային ծառայությունների հետ համագործակցության մեջ այլևս հնարավորություն չունեին պաշտոն ստանալու։ Այսինքն իրանց ոչ թե վերցրեցին, պատժեցին, այլ նրանց պատիժը կայանում էր նրանում, որ վերջ սրանից հետո այս պիտակով դու այլևս պետական պաշտոն չես զբաղեցնելու։ Գնա ինչ ուզում ես, հա թոշակդ էլ կստանաս բան, հա, այսինքն որպես պետություն մենք չենք մոռանում քեզ, հա, դու մեր քաղաքացին ես, պետությունը քո մասին հոգ է տանելու, բայց ամեն դեպքում դու որևէ կարևոր պետական պաշտոն չես զբաղեցնելու։ Հիմա վերադառնանք մեր հարցին։
Մենք հասկանում ենք, որ իրականում այդ իշխանական օղակները ապականված են եղել, այսինքն այդ բանը տարբեր շղթաներով, հիմա էլ նայում ենք, խնամի բարեկամական կապերով մեկը մյուսի հետ կապակցված են։ Անգամ այս բանը վեթինգը, որ անց են կացնում բանի, մենք տեսնում ենք, որ տենց կա խնամի բարեկամական կապեր, քավոր սանիկ եւ այլն, եւ սա մտահոգիչ է։ Մի կողմից մենք հասկանում ենք, որ փոքր պետություն ենք եւ ուղղակի չեն կարող խուսափել այդ նման խնամի բարեկամական կապերից։ Դե հիմա չես կարող ուղղակի մարդուն մեղադրես, որ ինչ-որ մեկի հետ ընդհանրենք բարեկամ է։ Մյուս կողմից մենք հասկանում ենք, որ կա մեծ վտանգներ, ուրեմն շահերի բախման եւ այլն, եւ ցավոք սրտի մեր նման փոքր պետությունում սա շատ իրատեսական մտահոգություն է, իրատեսական խնդիր է։ Հիմա, եթե չեմ սխալվում, հիմա 3 հոգի անցել են այդ բանը, 2 հոգիներ կարծեմ, որ չանցան, բայց այս 3-ի վերաբերյալ նույնպես չկա հանրային լայն տենց աջակցություն, այսինքն այս 3 տեխնացուներից որևէ մեկի վերաբերյալ, որքանով հասկանում եմ, չկա լայն հանրային աջակցություն։ Եվ ես որքանով հասկանում եմ, էլի կասկածներ կան։ Այո, եւ ասում եմ, գիտեք, ամենամեծ խնդիրը կայանում է նրանում, որ եթե անգամ այս կասկածները կան, գիտեք, սովորաբար հասուն ժողովրդավարության պետություններում սովորաբար հասարակությունը առաջնորդվում է դատական վճռով։ Այս մարդու նկատմամբ կա դատական վճիռ, վերջ, ուրեմն արդեն դա երկաթյա արգումենտ է։ Սա է արգումենտը։ Հիմա կասկածանքներով առաջնորդվելն էլ չի ինչ-որ մի բան լավ մոտեցում, էլի, ես էլ եմ հասկանում, որ գիտեք, մենք ուղղակի փորձում ենք այդ դատելով մեր դառը փորձը, օբյեկտիվ իրականության փաստերը համադրելով, ասում ենք, մտավախություն ունենք, որ այսենց կապերը կարող են աշխատել, կամ նման ռիսկեր ենք տեսնում կոռուպցիայի կամ, չգիտեմ, շահերի բախման։ Սա էլ ինչ-որ տեղ չափելի չի, եթե որպես իրավական կատեգորիա բերենք, սա էլ բավականին թույլ հիմնավորում է, որովհետև ասես, որ ես գիտեմ, որ այս պաշտոնյան, չգիտեմ, այս ինչի բարեկամն է, ուրեմն արդեն նախապես մտածում են, որ ինքը ունակա ինչ-որ հանցավոր գործողության, էդ էլ չի երևի ճիշտ մոտեցում, եւ նորից վերադառնում ենք այնտեղ, որ դատական համակարգը չի աշխատել, դատաիրավական բարեփոխումները իրականում լավ չեն իրականացվել եւ եկել ենք հասել ենք այս կետին։ Հիմա նույն բանի Գյումրու հետ կապված այդ Բալասանյանի մեղադրանքները, այդ Սև Բերդի հետ կապված, այդ հարցը պարբերաբար մեկ լրացվում է, մեկը նորից բարձրանում է։ Վարդան Ղուկասյանն գլուխ բարձրացել, հիմա միանգամից հիշել են մեղադրանքների մասին կապված իր գործունեության հետ։ Ընտրություններից առաջ միշտ հիշում են բաներին, ուրեմն հին մեռելներին հանում են։ Ես դա եմ ասում, իշխանությունը շատ լավ լծակ ունի այդ բոլոր նախկինների կամ չգիտեմ շատ դեպքերում գործողների նկատմամբ, բայց բերեք անկեղծ լինենք, արդյոք սա ժողովրդավարական հասարակության հատուկ մեթոդ է։ Այս է ամենամեծ խնդիրը, եթե ես կարծում եմ երկու կարծիք չի էլ կարող լինել, բայց ես ուզում եմ ուղղակի նշել, որ մեր հասարակությունը այդ իշխանական բուրգը դպրոցի տնօրենից սկսած ուսուցչից, ինչպես դուք ասում եք, միջև առնվազն, իշխանության վերևը նախարարները, բոլորը սպանի տակ են ընկնում։ Քրեական գործեր, խնդիրներ, ընտրությունների ժամանակ են հիշում, մնացած ժամանակ չեն հիշում։ Ելք չկա փաստացի ստացվում, քանի որ 18-ին այդ գործողությունը չի արվել, քաղաքական գնահատական չի տրվել, ես ճիշտ եմ ձեզ հասկանում։ Ես չեմ ասում, ես չի ասի ելք չկա, ես խոսում եմ կորսված հնարավորությունների մասին։ Որովհետև շատ գործընթացներ, որոնք հնարավոր էին 18-19 թվականին, հիմա այս ժամանակակից նաև այդ տուրբուլենտ աշխարհի բարագայում, նաև այս ներքին տուրբուլենտության քաղաքական, ներքին քաղաքականության տուրբուլենտության շրջանում բավականին դժվար է իրականացնել։ Այն ժամանակ կար գրեթե 100%-անոց հանրային աջակցություն ցանկացած գործողության իշխանությունների։ Հիշում եք, ընդհանրենք դատարաններ էին փակում, առանձին հարցը ինչ էին այդ դատարանները ընդհանրապես շրջափակում։ Իրոք այլ հարց է, բայց կար հանրային աջակցություն։ Այսինքն լայնորեն իշխանությունը ուներ լայն աջակցությունը եւ ցանկացած գործողություն, որն ուղղված էր լինելու
այդ հատիկ առ հատիկի ուրեմն պետությունից թալանացի վերադարձին հասարակության կողմից լայն աջակցություններ ստանալու։ Այս այլ հարց է, որ գիտեք, միգուցե շատ բարձր էին ակնկալիքները հասարակության որոշ շերտերի մոտ, իրանց եւ ակնկալիքն այն էր, որ պետք է գնան փողը վերցնեն, բերեն, բաժանեն բանը հասարակությանը։ Եվ դա վերեց շատ ավելի խորը հիասթափության հետագայում իշխանության նկատմամբ։ Եվ հիմա օրինակ վարչապետի վերջին ելույթի ժամանակ ինքը խոսում է նրա մասին, որ իրանք ինստիտուցիոնալ ճանապարհն են ընտրել եւ հակադրում, այսինքն այդ մեր սպասելիքները, որ մենք խոսում ենք այդ կոռուպցիայի դեմ պայքարի, հա, հաջողությունների գրանցմանը, եւ իրանք ասում են, որ մենք ընտրեցինք ոչ թե անհատների հետևից ընկնելու քաղաքականություն, այլ ինստիտուցիոնալ լուծումներ ենք փորձում գտնել։ Հիմա սա մեծ հարց է, թե իրոք ինստիտուցիոնալ ճանապարհով մենք գնացել ենք, այդ ինստիտուցիոնալ ճանապարհն էր ենթադրում, որ շատ պաշտոնյաներ, որ հիմա դեռ պաշտոն են զբաղացնում, եւ պետք է նախ չզբաղացնեին, հա, շատ այն դեպքեր, երբ որ դատախազությունը կամ հակակոռուպցիոն ուրեմն դատարանը հայտարարում է, ընդհանրենք այդ ինչ որ անօրինական գույքերի պետությունից թալանացի մասին, դրանք ոչ թե պետք է հայտարարություններ լինեին, այլ այդ մարդիկ պետք է այդ գործերի վերաբերյալ պետք է դատական վճիռները լինեին, այն որ հիմա վարչապետը հենց նույն Գյումրի ուրեմն նախընտրական այդ բանի քարոզարշավի շրջանակներում ոչ պաշտոնական քարոզարշավի շրջանակներում խոսում է նրա մասին, որ հիմա Գյումրում ուրեմն պետությունից թալանացի պաշտպանության խնդիր են լուծում, չէ, այս ընդդիմությանը օրինակն է բերում Միշիկի, Սերժիկի, Ռոբիկի, հենց այս նույն բառերով։ Հիմա եթե Միշիկին, Սերժիկին ու Ռոբիկին դու չես պատժել, եթե այդ մարդիկ այն ինչ որ թալանել են, դեռ չես շարունակում են վայելել, եթե դե շարունակում են եւ գիտեք, անգամ շատ դեպքերում հենց նույն իշխող ուժը իրեն հանդիպումները եւ քննարկումները կազմակերպում է այն հյուրանոցներում, այո, եւ սա մեծ խնդիր է։ Այդ շատ դեպքերում այդ հյուրանոցները, այդ տարածքները իրենք ինչ են ասում, երբ որ այդպեսի մի բան ես ասում են, դե բոլոր հյուրանոցները իրանցն է, ինչ անենք։ Լավ արգումենտացիա։ Իսկ ինչի են այդ հյուրանոցները իրենցը։ Պարոն Խաչատրյան, եւս մեկ հարց եւ անցնենք ելքերին, հա, խնդրեմ, դուք ասում եք ելքեր կան։ Ինձ մոտ հարց է առաջանում, առաջին հարցը, ինչու Նիկոլ Փաշինյանը եւ իր իշխանությունը, գալով իշխանության 18-ին այդ ամենը չարեցին։ Ես հիմա առաջարկեմ մի վարկած իմ կողմից, սա իմ անձնական տեսակետն է եւ խնդրեմ ձեր տեսակետը։ Ես կարծում եմ, որ չեն արել այդ քաղաքական գնահատականը չեն հնչեցրել, պիտակները չեն կպցրել, որովհետեւ իրենց ձեռնտու չէր ոչնչացնել իրենց շատ ձեռնտու կներեք տավտոլոգիայի համար ընդդիմությանը։ Որովհետեւ այդ դեպքում հանրապետական կուսակցությունը, չգիտեմ, այն ժամանակով էր դաշնակցությունը, Բարգավաճը, իրենք բոլորը փաստացի հայտնվելու են օրենքից դուրս, եթե այդ ամենը արվեր։ Ում հետ պիտի գնային ընտրության։ Մի նոր ընդդիմության հետ չէ, հայտնի է, չէ, որ սուրբ տեղը երբեք ազատ չի լինում։ Մի նոր որակապես նոր ընդդիմության, որը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել այս իշխանության համար, եւ հիմա այս նույն ընտրություններում Գյումրիում իրական թեկնածուն, որը որ մաքուր է եւ որի տակ կներեք արտահայտության համար կեղծ չկա, կլիներ ոչ միայն Լևոն Բարսեղյանը եւ Հրաքվեի ներկայացուցիչը, այլ նաեւ այլ շատ ավել թեկնածուներ, ինչը մենք այսօր չենք տեսնում։ Միգուցե դա է եղել պատճառը։ Կարծում եմ դա պատճառներից մեկն է։ Գիտեք, սովորաբար նման վերլուծությունների մեջ ընդունված չի վերլուծությունն անել դատելով, գիտեք, անցյալից, ընդհանրենք ինչպես կլիներ, եթե չլիներ, բայց ես կարծում եմ, որ եթե օրինակ չլիներ պատերազմը 20 թվականի կովիդը եւ պատերազմը միգուցե մի փոքր այլ սցենարով զարգանային իրականությունը, մի փոքր այլ սցենարով զարգանար, բայց
չընկնենք տենց ֆանտազիաների գիրկը եւ չփորձենք հայտնենք մոդելավորել մի բան, որ արդեն տեղի չի ունեցել։ Չէ, մենք ուղղակի փորձում ենք հասկանանք ինչու իշխանությունը չգնաց այդ ճանապարհով, ո՞ր է մոտիվացիան։ Այն գործոնը, որ իշխանություններին շատ ձեռնտու է ունենալ նման ընդդիմություն, անհերքելի է։ Անհերքելի է նաեւ, գիտեք, նաեւ եթե չեմ սխալվում, Ալեն Սիմոնյանն էր հայտարարում, որ շատ ձեռնտու ընդդիմություն։ Ալեն Սիմոնյանը իդեպ շատ դեպքերում շատ անկեղծ է։ Շատ անկեղծ, այո, հայտարարություններ անում, հա։ Ես չգիտեմ դա պլյուս է իր համար թե մինուս որպես քաղաքական գործիչ, բայց դա փաստ է։ Եվ գիտեք, սրա դեմ պայքարի միջոցը երևի, ինչպես դուք արդեն ասացիք, ներկայանալ մի տեխնացուով, որը ոչ հին է, ոչ նոր է, ոչ հա, բայց գիտեք, ու սա բոլորը գիտեն Գյումրիում, որ Լևոն Բարսեղյանը չի թաթախված որևէ կոռուպցիայի մեջ, բանը իր նկատմամբ չկա, ընդհանրենք որևէ քրեական գործ, ապօրինի, ընդհանրենք բանի գույքի վերաբերալ եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ մարդը ըստ էության բերում է իշխանությանը եւ ընդդիմությանը մի իրավիճակի, երբ որ նրանց այդ սև սպիտակի պայքարը ուղղակի չի աշխատում իր վրա։ Եվ սա է նաեւ ինչ որտեղ պատճառը, որ Փաշինյանը փորձում է չխոսել իր ելույթում Լևոն Բարսեղյանի մասին, որովհետեւ նա չի տեղավորվում այդ նարատիվի մեջ, հա, որով իրանք փորձում են ուրեմն ընդգծել իրենց կուսակցության այլընտրանք չունենալը, հա, որովհետև եթե դուք չեք ընտրում մեզ, դուք կընտրեք, ընդհանրենք այն ընդդիմությանը, որ տարիներ շարունակ ձեզ կեղեքել է, թալանել է եւ այլն եւ այլն։ Լևոն Բարսեղյանը այդ խաղից դուրս է։ Այսինքն էս առհասարակ էս Եվրաքվե, այս նոր միավորը քաղաքական, այդ խաղից դուրս է, այդ կանոններին չի ենթարկվում։ Եվ սա է ջարդում այդ խաղը։ Սա շատ կարևոր է, այսինքն Գյումրիի օրինակով մենք կտեսնենք ոնց է աշխատում սա։ Բայց սա նոր խաղի կանոններ թելադրող մոտեցում է։ Ես շատ կանոնները ընտրողները հասկանան։ Ես շատ կուզենայի, ես անկեղծ շատ կուզենայի, որպեսզի գիտեք նման այլընտրանքային ուժեր իրականում այլընտրանքային ուժեր շատ ձևավորվեն։ Դե ես հենց դա եմ ասում, այդ դեպքում շատ ավելի շատ կլինեն այդ։ Բայց գիտեք հարցը նրանում է, որ նաև դրա համար պայմանները չեն ստեղծված եղել։ Այսինքն այդ բարարդ հող է պետք, որպեսզի քաղաքական տարբեր ուժեր ձևավորվեն։ Հիմա այդ գիտեք, այդ սա չի նշանակում, որ այդ բոլոր ուժերի քաղաքականությունը կամ նրանց ուրեմն մոտեցումները մենք կիսելու ենք։ Կարող է լինեն ուժեր, որոնք ուղղակի կեղտոտված չեն, ոչ հներից են, ոչ մի շղթաներով, բաներով կապված չեն հների ու նորերի հետ, բայց ես նրանց քաղաքականությունը, նրանց գաղափարախոսությունը չկիսեմ, ինձ համար դա էլի կարևոր է, որ ձևավորվեն նման ուժեր։ Հա, բայց սա է փոխելու խաղի կանոնը, այս խաղի կանոնը պարտադիր պետք է փոխվի, որովհետև հակառակ դեպքում մենք ուղղակի ճահճանում ենք, որպես պետություն մենք կճահճանանք։ Իսկ երկերի մասով ընդհանուր, հա, այս իրավիճակից դուք նշեցիք, որ երկեր կան, նույնիսկ հիմա ինչ երկեր եք տեսնում։ Դե գիտեք սրա մասին առաջի անգամ չէ որ խոսելու ենք, ինչպես արդեն ասացի, կան ելքեր, որոնք ամեն դեպքում ուզենք թե չուզենք իշխանության անելիքներն են, այսինքն այդ դատական բարեփոխումները, դատաիրավական համակարգի բարելավման ուղղությամբ հստակ գործողություններն են, որոնք ի վերջո բերելու են այդ համակարգի նկատմամբ հանրային վստահությանը, այդ համակարգի իրոք ֆունկցիոնալության ապահովմանը եւ այլն եւ այլն։ Հիմա եթե այս տեսանկյունից նայենք, որ իշխանությունները երբևիցե շահագրգռված չեն լինելու նման բարեփոխումներ անելու, նշանակում է արդեն պետքա քաղաքացին իր որոշումը կայացնի։ Այսինքն, գիտեք, եթե ես մի մարդ կամ դուք, հա, որ ձգտում ապրել ուրեմն ժողովրդավար համակարգում, որտեղ մարդու իրավունքները հարգված են, եւ դու գիտես, որ քո իշխանությունները գիտակցաբար եւ դիտավորյալ տանում են ուրեմն դատական համակարգի փլուզմանը, այդ դեպքում դուք մյուս անգամ երբևիցե չեք ընտրի այդ քաղաքական ուժին, չէ՞, սա է տրամաբանությունը։ Ու սա նշանակում է պետք է ձևավորվի հանրային պահանջ։ Հանրային պահանջ եւ այս հանրային պահանջով մենք պետք է հանդես գանք եւ ցանկացած ուժ, որը գալիս է
կամ նկարտումներ ունի իշխանություն գալու, պետք է այս հանրային պահանջին բախվի, ընդհանրենք անկախ նրանից թե որ ուժի մասին է խոսքը գնում, նա պետք է իմանա, որ գալիս է ընդհանրենք բարեփոխելու համակարգը, գալիս է ժողովրդավարության ուրեմն արժեքները Հայաստանում զարգացնելու եւ պահելու, գալիս է ընդհանրենք անվտանգային խնդիրները լուծելու, դե իհարկե չեմ խոսում հիմա տեղական ինքնակառավարման մարմինների մասին, առհասարակ Հայաստանի կառավարման մասին։ Հիմա ընդհանրենք եթե մի քաղաքական ուժ գալիս է այն օրակարգով, որ մեզ դարձնի, չգիտեմ, Ռուսաստանի ծայրագավառ, հա, իհարկե միգուցե հասարակության մեջ կլինի ինչ-որ շերտ, որը շահագրգռված է կամ կուզենար տեսնել Հայաստանը ծայրագավառի դերում, նրանք կգնան կընտրեն այդ ուժին։ Այն մարդիկ, ովքեր որ ձգտում են ապրել ժողովրդավար անվտանգ Հայաստանում, նրանք իհարկե այդ ուժին ձայն չեն տալու։ Մյուս հարցը շատ կարևոր է, որպեսզի այդ ընտրական գործընթացները, ասա շատ կարևոր է, հանրային վերահսկողություն ընտրական գործընթացի վերաբերյալ։ Եվ սա էլ նաև մեզ համար նոր թեստ է լինելու, թե իրականում այն իշխանությունների կողմից հռչակված Ռուբիկոնը մենք արդեն հաղթարել ենք, որից հետադարձի ճանապարհ չկա այդ, որ մենք խոսում ենք մաքուր անաչառ ընտրությունների մասին, հա, առանց կեղծիքների, որը 18 թվականին տեղի ունեցավ ու մենք տենց հպարտանում ենք, որ առաջին անգամ Հայաստանում ըստ էության արդար ընտրություններ տեղի ունեցան, հա, հիմա մենք պետք է տեսնենք, մենք դա կարողացել ենք ինստիտուցիոնալացնենք, հա, որովհետև ցավոք սրտի ունենք արդեն բազմաթիվ ահազանգեր եւ անհանգստանալու տեղիք, որ հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ մենք ունենում ենք բազմաթիվ եւ բավականին լուրջ խնդիրներ։ Խնդիրները շատ ավելի շատ են, քան համապետական ընտրությունները։ Հա, եւ գիտեք շատ դեպքերում նաեւ որքանով ես հասկանում եմ, երբ որ խոսում են ժողովրդավարության բանի մասին, նաեւ այս իշխանությունների խոսույթում ես ժողովրդավարության ընկալման բանը, որ ես լսում եմ, իրանց մոտ ամենակարևոր չափանիշը ժողովրդավարության, սա արդար եւ ազատ ընտրություններն են։ Ինձ համար դա, գիտեք, միակ պայմանը չի ժողովրդավարության, բայց գոնե իրանց համար այդ ընտրական ժողովրդավարությունը շատ կարևոր տարր է, եւ եթե այդ անգամ այդ ընտրական ժողովրդավարությունը չեն կարողանում պահել, սա արդեն լրջագույն խնդիր է։ Հիմա մյուս հարթությունը, ասում եմ, այստեղ շատ կարևորում եմ իրականում հասարակության հանրային վերահսկողության դերը։ Իրականում սա լրջագույն ուրեմն հարց է։ Նոր կուսակցությունների, նոր քաղաքական ուժերի ձևավորումն է, եւ սա նաեւ էլի քաղաքացիական հասարակության հանրային ուրեմն լայն ներգրավում է պահանջում։ Հա, որովհետեւ այս քաղաքական ուժերը ամեն դեպքում մեկ օրում չեն ձևավորվում։ Շատ կարևոր է, որպեսզի տեսեք այս իշխանությունը միշտ խոսում է, որ մենք զատ ենք, մենք իզմերից դուրս ենք, հա, մենք չունենք իզմեր, մենք չունենք գաղափարախոսություն։ Ես չեմ հասկանում այդ ամեն ինչի մոտիվացիան, որովհետև դա այդքան էլ լավ չի բնութագրում։ Գիտեք ինչն է բնութագրում։ Դա բնութագրում է, Դավիթ ջան, բնութագրում է բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականությունը։ Իզմերից զուրկ լինելը նշանակում է տեղավորվել ցանկացած օրակարգում, լինել այնքան ճկուն, հա, որ ինչ ասես դու դրա մեջ կտեղավորվես։ Բայց այստեղ կա շատ մեծ վտանգ։ Չէ՞ որ քո գործընկերները եւ ամենակարևորը թշնամիները տվյալ դեպքում Ադրբեջանը, Ռուսաստանը եւ Թուրքիան եւս դա գիտակցում են եւ հասկանում են, որ դու կարող ես ճկվել այնքան, որքան նրանք կուզեն։ Իհարկե լրիվ համամիտ եմ ձեզ հետ, սա ուղղակի մեզ կտանի արտաքին քաղաքականության։ Հա, մենք հիմա չենք համաձայն եմ։ Բայց ես էլ ձեզ հետ համաձայն եմ եւ մեզ պետք են քաղաքական ուժեր իզմերով, որոնք ունեն գաղափարախոսություն, հա, գիտեք, այդ գաղափարախոսությունն է, որ ինձ որպես քաղաքացի կամ յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացու հնարավորություն է տալի կողմնորոշվելու, թե ինքը արդյոք այս գաղափարախոսության առնվազն գաղափար։ Ես հասկանում եմ, մեր դեպքում շատ դժվար է խոսել գաղափարախոսության մասին, երբ որ մենք մի քանի տասնյակ տարի այդ գաղափարախոսությունը չենք ունեցել, բայց գոնե գաղափար պետք է ձևավորվի։ Այո, ընդունում եմ, սա պատմականորեն, գիտեք, բոլորիս համար հասկանալի է, որ գաղափար կամ գաղափարախոսություն ունենում են սուվերեն պետությունում։
Հա, եթե դու տարիներ շարունակ եղել ես սովետական միության կազմում եւ միակ գաղափարախոսությունը այդ կառույցում եղել է սովետական գաղափարախոսությունը ու դրանից հետո այդ տրանսֆորմացիայի ճանապարհին ես դու եւ նաեւ անգամ չես կարողացել ձևավորել անկախ սուվերեն պետության ինքնություն, սա շատ լուրջ հարց է, հա, ընդհանրենք սա ես հասկանում եմ, որ պատմականորեն եկել ենք այն տեղը, որտեղ որ արդեն պետքա մենք որպես պետություն ձևավորենք եւ նաեւ ձևավորենք քաղաքացի պետական մտածելակերպով, չենք կարողացել, չենք հաջողել այս գործընթացում, բայց ի վերջո սրա այն ինչ որ մենք հիմա տեսնում ենք, սրա հետևանք է Սրա հետևանքա որ քաղաքացին քաղաքական ուժը չի դիտարկում որպես իր գիտեք երազանքների, իր նպատակների իրականացման մեխանիզմ, չի դիտարկում պետությունը որպես մեխանիզմ կամ պետական կառավարման մարմինները որպես մեխանիզմ, որը կատարում է իմ պատվերը։ Մենք ձևավորում ենք իշխանությունը, որը մեզ ծառայում է ինչ որ բանը սահմանափակ ժամանակահատվածի ընթացքում։ Սա է եւ ես եմ որոշում ում եմ ընդունում աշխատանքի չէ ու ես որոշելու համար թե ում եմ ընդունում աշխատանքի հա այսինքն ինչպիսի պետություն ինչպիսի իշխանություն եմ ձևավորում պետք է ինձ գան ասեն ես եմ կարող անեմ ես եմ կարող անում ու ես պատկերացնում եմ Հայաստանի ճանապարհը այսպիսի հա ու ես դրա հիման վրա եմ ընտրելու ոչ թե ինձ գալու են առաջարկեն 5000 դրամ կամ ոչ թե ինձ մոտենալու են բանը ասեն գիտեք բանի իմ եղբոր ընկերն է գնանք ընտրենք բանը մեր հոպերն է մեր քերին է մեր բանն է ձայձն է գնանք ընտրենք այլ պետքա ես իմանամ թե ինչի համար եմ գնում այդ քաղաքական ուժին ձայն տալիս այդ ինչի համար ընտրել լսելով վարչապետ Փաշինյանի Գյումրիում նախընտրական ելույթը իսկ դա նախընտրական ելույթ էր Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ նա, այսպես ասեմ, խաղադրույքը չի դնում իրենց ցուցակի ավականու տեխնացուների եւ թիվ 1 տեխնացու համար 1 Սարիկ Մինասյանի վրա, այլ խաղադրույքը դնում է հերթական անգամ իր վրա։ Նա ասում է, դուք ընտրում եք, եթե փորձենք ընդհանրացնենք, դուք ընտրում եք ինձ։ Դուք չեք ընտրում Գյումրու ավականին, դուք ընտրում եք ինձ մի իշխանություն, որը շարունակելու է պայքարել նախկինների հետ հատիկ արհատիկ հետ բերել ես եմ ձեր գարանտը եւ սուվերենը այլ ոչ թե ձեր տեղական իշխանությունը որքանով է այդպիսի ռազմավարությունը արդարացված եթե դուք համաձայն եք այդ ռազմավարությունը ցավոք սրտի էլի համաձայն եմ ու ցավոք սրտի սա մի մոտեցում է որ շատ հատուկ է ավտոկրատ համակարգերին Այսինքն մի մարդու նրա անհատականության վրա կառուցված քաղաքական մոտեցումը շատ վտանգավոր է։ Այս դեպքում եթե գիտեք, եթե քաղաքացին գնում է ընտրում է այդ քաղաքական ուժին ու ձևավորում է տեղական իշխանություն, ստացվում է որ ինքը գնում է վերջո ձայնը տալիս է Փաշինյանին կամ քաղաքացիական պայմանագրի ուժին։ Հիմա բայց ես հարց եմ տալիս, հիմա Վանաձորի տեղական իշխանությունը դա նույն Փաշինյանն է։ Այն խնդիրները, որ մենք տեսնում ենք Վանաձորի տեղական ինքնակառավարման ներսում, դա Փաշինյանի խնդիրներն է, թե խնդիրները իր խնդիրները չի։ Այն խնդիրները, որ գյումրեցիները բարձրացնում են, սա Փաշինյանի խնդիրներն է, թե չէ։ Որովհետև գիտեք ու հատկապես այս Գյումրի եւ Վանաձորի օրինակում, երբ որ ըստ էության մենք չունենք ընտրություններով ձևավորված տեղական ինքնակառավարման մարմիններ, ըստ էության նշանակով են թե Վանաձորում, թե Գյումրիում այս պահին գործող տեղական իշխանությունները վարչապետի կողմից նշանակված անձինք են։ Հա, այսինքն այն մեխանիզմը, որ պետք է ի սկզբանե գործեր ժողովրդավար հասարակությունում, որ պրոյեկտի քաղաքացիները գնային ընտրությամբ որոշեին իրանց իշխանությունը տեղական, հիմա չի աշխատել ու չի աշխատել տարբեր քաղաքական ուրեմն պատճառների հետևանքով չեն կարողացել համաձայնության գալ, չի ձևավորվել այդ բանի գործող օրենսդրության եւ գործող մեխանիզմի պարագայում կամ իշխանությունը փորձել ազդեցություն ունենալ այս գործընթացի վրա եւ ստացվել է որ չի աշխատել նշանակել են չէ սա ամենալուրջ վտանգն է Այսինքն ցանկացած պարագայում հենց որ այս իշխանությունը չհաջողի ինչ որ բանում տեղական կամ համայնքում ձևավորել ըստ գործող օրենսդրության
բան իշխանություն, պետք է ասի դե լավ, դե չաշխատեց, ուրեմն այս մեկին ժամանակավոր կնշանակեմ եւ ժամանակավոր տարիներ շարունակ այդ մարդիկ բանը ղեկավարելու են։ Այստեղ շատ եւս մեկ վտանգ կա այս դրամաբանության մեջ։ Ես հիշում եմ Հայկ Մարությանի օրինակը, ժամանակին, երբ որ քաղաքացիական պայմանագիրը այն ժամանակ, եթե չեմ սխալվում, իմ քայլը որոշեց ազատվել նրանից որպես քաղաքապետ, նրանց հիմնավորումը հետեւյալ էր. Հայկ Մարությանը չի հաղթել քաղաքապետի ընտրությունները, այլ Նիկոլ Փաշինյանը։ Հայկ Մարությանի ձայները Հայկ Մարությանի ձայները չեն, նրանք Նիկոլ Փաշինյանի ձայներն են։ Հետևաբար տրամաբանությունը հետևյալն է, Նիկոլ Փաշինյանը կարող է Հայկ Մարությանին ազատել քաղաքապետի պաշտոնից։ Իսկ ես օրինակ ձեզ ասեմ մի բան, ես չեմ վախենում սա եթերում ասել։ Ես այդ ժամանակ ընտրել եմ հենց Հայկ Մարությանին։ Ես այդ ժամանակ ԿՊ-ին ընտրել եմ, Հայկ Մարությանին եմ ընտրել։ Հիմա չի ընտրի Հայկ Մարության, բայց այն ժամանակ ընտրել եմ։ Եվ ես կարծում եմ այդպիսի մարդիկ շատ են եղել։ Հիմա արդյոք այստեղ վտանգ չկա, որ այս ընտրությունների դեպքում վաղը Նիկոլ Փաշինյանը շատ հանգիստ Սարիկ Մինասյանին, եթե Սարիկ Մինասյանը դառնա քաղաքապետ, կարող է պաշտոնից շատ հանգիստ ազատել։ Նույն հիմնավորումով։ Այո։ Եվ ըստ էության նշանակել մեկ այլ մարդու, ով որ էլի պետքա լինի Եվ սա արդեն չի լինելու ընտրություն եւ չի լինելու ժողովրդավարություն։ Այսինքն սա նշանակում է մենք ընտրում ենք տեղական ինքնակառավարման մարմին, մենք ընտրում ենք գյուղապետ, քաղաքապետ կամ համայնքապետ, թե մենք ընտրում ենք Նիկոլ Փաշինյանին, հա, հասկանում եք, այդ Նիկոլ Փաշինյանը արդեն վարչապետն է։ Եվ սա իրոք սա լուրջ խնդիր է, եւ սա ասում եմ, սա ժողովրդավարության մասին չի խոսում, եւ սա խոսում է ըստ իս ժողովրդավարության մակարդակի նվազեցման մասին։ Եվ երևի թե վերջին հարցը, պարոն Խաչատրյան, ինչու գյումրեցիները պետք է ընտրեն պարոն Լևոն Բարսեղյանին որպես քաղաքապետ, այլ ոչ թե օրինակ պարոն Սարիկ Մինասյանին կամ, չգիտեմ, կոմունիստական կուսակցության թեկնածուին։ Բարդ հարց եք տալիս, ես կարծում եմ, որ գյումրեցին ինքն է որոշելու թե ում ընտրելու։ Մենք հիմա կիսում ենք մեր կարծիքով։ Չնայած ես Լևոն Բարսեղյանը իմ շատ լավ ընկերն է ինձ համար, եթե ես գյումրեցի լինեի, ես իհարկե գնալու եի եւ ընտրեի իրեն։ Առաջի եւ երևի կարևորագույն ուրեմն պատճառը ինչի պետք է Լևոն Բարսեղյանն ընտրեն, որովհետեւ չկա այնց մարդ, որը Գյումրու խնդիրները պատկերացնում է Լևոն Բարսեղյանի պես, որը նման ուրեմն խորության տիրապետում է տեղական ինքնակառավարման մարմինների վերաբերյալ օրենսդրությանը, որը նման ուրեմն խորքային պատկերացնում է թիմ լիազորություններ եւ թիմի կողմից ուրեմն լուծվող խնդիրները եւ շատ հստակ պատկերացում ունի այդ խնդիրների լուծման մեխանիզմների մասին։ Չկա նման մարդ, որ ես ամենայն դեպս գիտեմ Գյումրում եւ առհասարակ Շիրակի մարզում։ Հաջորդ հարթությունը ես ուղղակի համոզված եմ, որ Լևոն Բարսեղյանը մաքուր քաղաքական եւ ուրեմն բան ունի, պատմություն ունի, այսինքն նա երբեք ներգրաված չի եղել որևէ կոռուպցիոն սկանդալում, երբեք որևէ ընդհանրենք իրեն վարկաբեկող կապերում ընդհանրենք մեղադրված չի եղել, ազնվագույն անձնավորություն է եւ իրականում ինձ համար շատ լավ ընկեր, ինձ համար շատ կարևոր ընկեր, որի հետ ես կիսում եմ, ունեմ արժեքային ուրեմն համակարգերի բանը բավականին մոտ ընկալումներ, արժեքների աշխարհաքաղաքական ուրեմն վերլուծություններն են մեր բավականին մոտ։ Ինձ համար շատ հեշտ է ասելը, թե եթե ես լինեի գյումրեցի, ինչի պետք է իրան ընտրեի։ Բայց այս բոլոր ուրեմն նկարագրածս հարցերը, եթե բերում ենք, համադրում ենք, ես իմ ընկալմամբ Լևոն Բարսեղյանը այլընտրանք չունի ընտրության համար։ Միևնույն ժամանակ ես իրոք շատ նորմալ եմ համարում, եթե ցանկացած քաղաքացի իր աշխարհայացքի, իր ընկալումների ուրեմն վրա հիմնվելով գնա ընտրի այն քաղաքական ուժին, որին ինքն է նախապատվություն տալիս։ Հիմա ես պատրաստ եմ ժամերով նստել եւ ուրեմն կասկածի տակ առնել առհասարակ Կոմկուսի գոյությունը ժամանակակից աշխարհում, կամ Հայաստանում ժամանակակից կարող եմ կասկածի տակ առնել, չգիտեմ, հանրապետական կուսակցության աշխարհաքաղաքական մոտեցումները կամ նրանց այդ կռիվները, թե որն է Նիկոլին բերել Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը, պատրաստ եմ ժամերով դրան մասին խոսել։ Բայց միևնույն ժամանակ, գիտեք, ես չեմ ժողովրդավարական հասարակությունում, հա, անգամ այն մարդը, ով որ
ունի նման կողմնորոշում, նա էլ պետք է ունենա հնարավորություն ընտրելու։ Սա է ժողովրդավարությունը։ Դուր է գալիս, թե դուրս չի գալիս մեզ, հա, գիտեք, օրինակ, ինձ շատ մտահոգում է, որ այս ժողովրդավար աշխարհում Ֆրանսիայի եւ Գերմանիայի նման պետություններում այդ ծայրահեղ աչական ուժերը գալիս են իշխանության։ Շատ անհանգստացնում։ Բայց սա է ժողովրդավարությունը։ Ոչ ոք, գիտեք, միակ մեխանիզմը այս գործընթացի դեմ պայքարելու սա օրենքով նախանշված մեխանիզմներն, այսինքն դու պետքա այդ լիբերալ, չգիտեմ, մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ուժերը պետքա կարողանան այնքան իմաստնություն ունենան քաղաքական, որպեսզի քաղաքացուն ապացուցեն եւ հիմնավորեն, թե ինչի պետքա այդ քաղաքացին նման ուժի ձայն տա, ոչ թե ընդհանրենք ռադիկալ աչակողմյան ֆաշիստական գաղափարախոսությամբ կուսակցության։ Եվ սա ինչ որտեղ նաեւ այդ կուսակցությունների խնդիրն է, որ իրանք չեն կարողացել հանրային մեծ աջակցություն ստանալ։ Հա, այս տեսանկյունից ես կարծում եմ, որ նաեւ մենք եւ այս Եվրադաշինքը պետքա ջանքեր գործադրի, որպեսզի գիտեք Գյումրեցու ընտրությունը նաեւ լինի հիմնված գիտելիքի վրա։ Մենք պետքա բացատրենք քաղաքացուն, թե ինչի է ճիշտ ընտրություն անել այս ուժի, այլ ոչ այն մի ուժի։ Մանավանդ այն դեպքում, երբ որ այդ հիմքերը բացատրության համար կան։ Սա ոչ բոլոր տեխնատուներն որ այդ հիմքերը ունեն։ Այո, շատ կարևոր բան եք ասում, ասելիք ունենք, հա, այդ ասելիքը պետք է եթե ասելիք կա, սա մեծ շռայլություն է, որովհետև մենք շահագրգռված ենք, որ սա լինի գիտակցական ընտրություն, որովհետև միայն գիտակցական ընտրություն արած քաղաքացին կարա պահանջատեր լինի, կարա գնա ընդհանրենք երկխոսի, գնասի, այ ընդհանրենք պայմանական, ես շատ կուզենայի պարոն Բարսեղյան ասներ, գնասի պարոն Բարսեղյան, ես ձեզ ընտրել եմ, որ դուք անեք էս, դե եկեք անենք։ Այդ ձևի բանը հասարակական, այդ ձևի հանրային հարաբերություն եմ ես սպասում Հայաստանում, ցանկացած քաղաքում եւ գյումրեցիներին մաղթում եմ, որպեսզի իրանք կարողանան նման ընտրություն անեն եւ նման մթնոլորտում զարգացնեն Գյումրին։ Շնորհակալություն պարոն Խաչատրյան, շատ հետաքրքիր ինֆորմատիվ զրույցի համար։ Հարգելի գյումրեցիներ, ես իմ հերթին հորդորում եմ ձեզ միայն մասնակցել ընտրություններում, դա շատ կարևոր է։ Իրացրեք ձեր ընտրելու եւ ընտրվելու իրավունքը, դա եւս շատ կարեւոր է, որովհետեւ ժողովրդավարության հիմնական երևի թե ֆունդամենտալ իրավունքն է դա, եւ ես կարծում եմ, որ դուք պետք է այդ իրավունքը ընկալեք նաեւ որպես պարտականություն։ Մեր հյուրն էր Խաղաղության երկխոսություն հասարակական կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Էդգար Խաչատրյանը, քիչ անց մենք շարունակենք մեր եթերը։